Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Զինայդ նախագիծը։ Եվ ինչպես միշտ ես ձեզ համար նախապատրաստել եմ շատ հետաքրքիր երաժշտական նորություններով եւ իհարկե հաճելի դեմքերի հետ հանդիպումներով թողարկում։ Իդեպ ասեմ, այսօրվա հանդիպման ես առավել ես բավականին երկար եմ սպասվել։ Եվ ինչպես ես եմ առաջինը էքսկլյուզիվ այս թեմայի մասին իմացել, այնպես էլ էքսկլյուզիվ տարբերակով ներկայացնում այսօրվա իմ շատ սպասված հյուրերին։ Ուզում եք իմանալ ով է, ուրեմն առաջարկում հենց հիմա տեսահոլովակ, ասեմ, որ տաղանդավոր գեղեցկուին րոպեներ անց կլինի ինձ մոտ տաղավարում։ Ինչն է կարևոր մեր այս կարճ կյանքում, որ բան է դա մեր մեծ հոգում։ Սերը ես կասեմ, միայն սերն է դա, նվեր հոգու, Աստված վկա։ Առանց սեր չկա գարուն, Սեր չկա նիտու, առանց սեր անզոր ենք մենք ու գործված ենք, սիրո մեջ կա մեծ հարև, սերն է մեծ Աստծո պարգև, և սիրո ալիքներում մենք լողում ենք, խաղաղվում ենք։ Նա քոչվում է երկ, որ ծնվեց սիրուց, բարի մաքուր, հավերժ Աստծուց։ Եվ այս երեկո այս սիրուն պահին երգում ենք մենք սիրո մասին, առանց սեր չկա գարուն, Առանց սեր չկա միտու, առանց սեր անզոր ենք մենք ու գործված ենք, սիրո մեջ կա մեծ հարև, սերն է մեծ Աստծո պարգև, և սիրո ալիքներում մենք լողում ենք, խաղաղվում ենք։ Առանց սեր չկա գարուն, Առանց սեր չկա միտու, առանց սեր անզոր ենք մենք ու գործված ենք, սիրո մեջ կա մեծ հարև, սերն է մեծ Աստծո պարգև, և սիրո ալիքներում մենք լողում ենք, խաղաղվում ենք, խաղաղվում ենք։ Ինչն է կարևոր մեր այս կարճ կյանքում, որ բանն է դա մեր մեծ հոգում։ Սերը ես կասեմ, միայն սերն է դա, Սիրում եմ քեզ, ինչն է կարևոր մեր այս կարճ կյանքում, իհարկե սերը։
ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ ավելի մոտ են նստել, ձայնը բարձրացրել են եւ եթե էքսկլյուզիվ բառը լսել են, ուզում են ասեն, ցինան ինչ հայտնագործություն է անելու, այն էլ իր սիրած, շատ սիրած երգչուհի Կարինա Արուստամյանի հետ։ Ես նախ բարի գալուստ մաղթեմ իմ ընկերուն Կարջան, ողջույն։ Ողջույն Զինջան։ Եթե դու ազգի համար դեռ շարունակում ես մնալ տաղանդա, շատ վաստակավոր երգչուհի, իմ համար դու արդեն վաստակավոր մամանյա ես։ Մի հատ զգացողության մասին խոսա։ Ոյ, լրիվ ուրիշ աշխարհ, սպասել եմ միշտ, ոնց հասկացա իմն մամայի դերը, որդուս սիրում եմ այս աշխարհում երևի թե ամենաշատը, ու իրանից այն կողմ էլ աշխարհ չկա, միշտ ինքն է, հետո մնացած ամեն ինչ։ Կոր դու երիտասարդ ես, էլ երեխեք լինելու են։ Կապ չունի, Հա, լավ։ ինքը պիտի միշտ զգա, որ տան մեջ ինքը սիրված է, շատ սիրված է, ու չպետք է լինի երկրորդ տեղում, ինքը միշտ պիտի լինի առաջին տեղում։ Իհարկե մաման պիտի երջանիկ լինի նոր, որ Այո։ բալիկը լինի երջանիկ, բայց մամանը երջանիկ է, որ իր բալիկը ժպտում է։ Շատ լավ։ Բան չասեցի։ Ես դե չդիմացա, երբ որ տեսա համացանցում այն հաճելի կադրերը, որ հենց հիմա ներկայացնելու եմ, իմ կառան միջև ծննդաբերության թեման արդեն Միացյալ Նահանգներում էր։ Այո։ Այսինքն դու արդեն պատրաստված գնացել ես, որպեսզի երեխան ծնվեր այնտեղ։ Անկեղծ ասած պատրաստված չէի գնացել էինք ավելի շատ մի փոքր կտրվելու առօրյայից, որտեղ ես ամբողջ հղիության ընթացքում աշխատել եմ ու գերհոգնած վիճակ էր ինձ մոտ, պետք է ընտրեինք ինչ-որ միտեղ հանգստանալու ու քանի որ ամուսինս ստացել էր վերջի շրջանում վիզա, որոշեցինք շատ չերկարացնենք process-ը, որտեղ գիտենք երեխայից հետո շատ ավելի դժվար է լինելու։ Այն էլ Միացյալ Նահանգներ։ Դրա համար գնացինք վերադառնալու նպատակով, բայց բժշկիս հետ խորհրդակցելու արդյունքում որոշեցինք մնանք, մեր բալիկը ծնվեց Միացյալ Նահանգներում ու հետո մենք վերադարձանք հայրենիք։ 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1. Հարուստ են էլի, հոսորով չի։ Շատ լավ։ Կար ես գիտեմ, որ այս ժամանակահատվածում դու հասցնում ես նաև լինել այն տեղերը, որտեղ քեզ կարոտել են կամ նորա բացվում, որ ինչքան բացվելու տեղ կա կարան պետքա բենդով լինի, այդ բոլորդ մեկտեղ փաստորեն դու երեխային եւ խնամում ես եւ իհարկե ոնց հասկացա աշխատում ես։ Այո, ես ունեմ օգնություն, ինձ մայրիկս շատ է օգնում, բայց եթե նույնիսկ մայրիկս չլիներ, ես որոշել էի, որ անպայման երեխայի ծնվելուց հետո ես պետքա անցնեմ գործի, որովհետև ես ծննդաբերությունից հետո հասկացա ինչ բան է հետծննդաբերական դեպրեսիան, երևի թե եթե լինեի Հայաստանում նման բան ինձ հետ չէր լինի, բայց ինչ որտեղ ուրախ եմ, որ այնտեղ է, որտեղ հաղթահարելով այդ դեպրեսիան սովորեցի ինքնուրույն խնամել իմ բալիկին, ինքնուրույն սովորեցի կարգ ու կանոն եւ ռեժիմ հասկացողությունը հաստատել ու այս պահին ամեն բան շատ ավելի հեշտ է, որովհետև բալիկս ունի իր ռեժիմը, որը որ մշակել ենք կարելի ասել միասին, մեկս մյուսին ընտելանալով ու ես հասկացա, որ ես չեմ ուզում իր կյանքից ոչ մի բան բաց թողեմ, դրա համար Օրվա մեծ մասը ես իր հետ եմ, մենք միասին դուրս ենք գալիս, իհարկե այս պայն շատ մարդը շատ տեղեր չենք գնում, որովհետև չենք ուզում երեխային ռիսկի տակ դնել վիրուսների առումով, բայց 3 ամսական էլ լրացավ, առհասարակ մենք ամենտեղ գնալու ենք միասին, բացի աշխատանքից, միայն աշխատանքային ժամերին է մայրիկս խնամում բալիկիս, դա էլ այն պատճառով, որ ուզում եմ իմ երեխան քնի անպայման իր քնի ժամին, լողանա ուտի քնի ու քնի իր անկողնու մեջ, որտեվ շատ կարևոր է, որ ինքը իր միջավայրի հետ հաշտ եւ համերաշխ լինի ու առանց ավելորդ ներվային գծկումների։ Կար, բայց ես ոնց ստորներից հետ հասկացա, ամուսինդ էլ ոչ պակաս, ոչ ավելի քեզ օգնում է։ Շատ է օգնում, սկզբից վախենում էր, բայց ես շատ պնդեցի, որ ինքը երեխային գրկի, ուտացնի զուտ այն պատճառով, որ ինձ դա բարդ չէր անել, բայց ես շատ էի ուզում, որ հայրիկի եւ որդու կապը ամրապնդվի հենց այդ տարիքից, որտեվ երեխամ ամբողջ հղիության ընթացքում պորտալարով ամրացված է եղել ինձ, իմ հետ ունի արդեն
ամեն ընդհանուր լիքը բան, որտեղ մենք իրար նայում ենք, բալիկիս հետ հասկանում ենք, եւ ծնվելուց էլ 1 ժամ եղել է իմ կրծքավանդակին դրված, այսինքն հոտս, ձայնս, ամեն ինչը ճանաչում է, շատ է ուզում, որ ինքը պապայի հետ տենց ընտելանա, որտեղ իր պապան հրաշալի պապա է, ու ուզում էի հետո չփոշմանի, որ բացաթողել այդ կարևոր շրջանը, որտեղ շատ պապաներ վախենում են, ես հասկանում եմ, ես ոչ ոքի չեմ մեղադրում, բայց ես գիտեի մամուսին ինչքան շատ է երազել Դենիի մասին ու շատ է ուզում, որ իրանց կապը ի սկզբանե լինի շատ ամուր։ Ինքը իհարկե բարձվեց լրիվ աղջիկա պապայի, ասեն, սպասում ենք մեր երկրորդը Աստված տա աղջիկ լինի, բայց Դենիի հետ շատ կարևոր էր, որ իրանց կապը լինի յուրահատուկ։ Դե որովհետև պապան միշտ աղջիկա թեմայի հետ է, մաման էլ այո, իզուր չէ որ ասում են մամայի բալա։ Պապա, այո, մամայի բալա, բայց կապ չունի, պապան շատ կարևոր դեր ունի յուրաքանչյուր տղայի կյանքում, ու մեր տղայի կյանքում առավել եւս, որովհետև իր պապան արտակարգ սիրող նվիրված պապա է։ Իսկ ձեր մոտ արդեն սկսվել են այն թեմաները, որ իմ տղեն երևի թե DJ լինի ֆուտբոլիստ հայլով, թող մի քիչ էլ երգող լինի, կամ մտածում ենք դե լավ թող մեծանա հասկանա։ Ի սկզբանե պապայի ցանկությունն է եղել լինի տղա, որպեսզի դառնա ֆուտբոլիստ։ Հետո Դենին ծնվեց, իր պապան ասում էր տղես մեծանա ֆուտբոլիստ սարքեմ, բայց հիմա սկսել ենք հասկանալ, որ մեր տղան շատ սիրում է երաժշտություն։ Պապան էլի հույսը չի կորցրել ֆուտբոլիստի առումով, բայց հասկացանք նաև, որ DJ-ի դեպքում էլ դեմ չի լինի, որովհետև իրանք հայր եւ որդի նստում են միասին մեր տանը եւ դիտում են ֆեստիվալներ DJ-սկի, նենց որ իմ համար ամենակարևորը, որ իմ որդին մեծանա լավ տղա, լավ մարդ, կարևորը շատ հասկացող եւ ըմբռնող, մնացածը արդեն ինքը ընթացքում ինչ կընտրի, ես տենց խնդիր չունեմ, թող սա լինի, ինչ ինքը կամենա, կարևորը թող լավ մարդ լինի, առողջ լինի, հաջողակ լինի, մնացածը իմ համար երկրորդական բաներ է, բայց դե պապան էլ ոնց տղայի հետ լեզու կգտնի, դա իրանք թող ժամանակը, հա, թող ամեն ինչ ժամանակի լինի։ Ես ասեմ, որ ընդամենը մի քանի րոպեից էքսկլյուզիվ թեմա ունեմ ձեզ ներկայացնելու, մեկ հարցից հետո։ Կարինա Ռուստամյանը նոր բնավորության գիծ ունի երեխայի ծնունդից հետո։ Ոյ, այո։ Փոխվել ես կար։ Նախ շատ դժվար է այդ հորմոնալ խանգարումների մեջ լինել adekvat։ Ես adekvat չեմ լինում հաճախ ու ընտելացել եմ այդ մտքերդ ու ինձ այլևս չի հետաքրքրում կողքից ինչ են մտածում։ Այս շրջանը իմ կյանքում սենց է, վերջացավ գնաց, բան չեմ կարող փոխել, միջև ամեն բան չանդարտվի ինձ մոտ։ Իսկ բնավորության գծերից միայն փոխվել է այն, որ ես ամոթ ցուզոր ոչ մի բան այլևս չեմ անում։ Օրինակ, եթե ես չեմ սիրում, որ իմ երեխային օրորում են, եթե ինչ-որ մեկը օրորում է, ես չեմ ամաչում արտահայտվել, ասել, որ գիտեք, ես երեխայից չեմ օրորում։ Այսինքն իմ որոշումն է, խնդրում եմ հարգել իմ որոշումը եւ սովորել եմ բանի տեղ չդնել լիքը մարդկանց, որովհետեւ բոլորը չգիտես ինչի ամբողջ ընթացքում որոշել էին ինձ ուղղություն ցույց տալ, ինչպես տանել հղիությունը, ինչա կարելի երեխային ծնվելուց հետո, ես ասում եմ, օքեյ, ու անցնում եմ այս արդեն առաջ, որտեվ հասկացել եմ, որ պրոստը շատ գլուխ դնել պետք չի, որտեվ անջատել եմ ինձ, որ ուղղակի ես չգիտեմ մարդկանց ոնց բացատրեմ, որ ես ձեզ խորհուրդ չեմ տալիս։ Ինձ չի հետաքրքրում դուք ինչ եք անում։ Ինձ էլ դուք մի խորհուրդ տվեք, որտեվ իմ երեխային ինձնից շատ թող ոչ մեկ չսիրի։ Միանշանակ ես բոլորից լավ գիտեմ ինչա պետք իմ երեխային։ Բժշկականորեն իր բժիշկը, որպես մայր, ես ու զուտ սովորել եմ այդ ոչ հասկացողությունն ու մի քիչ անջատել ինձ։ Ուրիշ բան չի փոխվել ինձ։ Իսկ Վալտերը հաճախակի է բարձրանում տանիքում քնելու համար։ Չէ, մենք անցել ենք այդ շրջանը։ Շատ լավ։ Իսկ ես առաջարկում եմ տեսահոլովակ։ Իմ ամենասիրած տեսահոլովակ, ասեմ, որ դա նոր սիրո թեմա էր, իսկ նրանց ստեղծագործությունը րոպե նրանց լինելու է ինձ մոտ տաղավարում։ Այս են խոսքերն են, որոնք որ ես շատ էի ուզում քեզ ասեի, բայց դժվարանում էի։ Գրել եմ լացելով, որովհետև ամեն վայրկյանը վերապրել եմ մեր միասին անցկացրած բոլոր ամիսները։ Պատահական
Մեզ պետք էր մի վարքյան հասկանալ, որ էլ մենակ չենք Բառը չեմ գտնում ուղղակի իրան ասեմ, ես ինքն է գիտի իրան ինչքան շատ եմ սիրում ու սիրելու եմ մինչև կյանքիս վերջ Դու իմ տունն ես ու միշտ իմն ես հիմա Արևն ու իմ լուսինն ես հիմա Իմ ջուրն ու թթվածինն ես հիմա Իմ հոգուս ալիքն ես Պատրաստ ես քիչ քնելու, հələ դու ես ասեմ Ես պատրաստ եմ չքնեմ իր համար Nes հիմա Դու լցրել ես իմ աշխարհը ու դարձել սիրո իմ ափը Իմ սրտի զարկերը քոնն են տես Հիմա կաս ու սիրտս լիքն է Ես ու դու ու ինձ հերիք է Յոթերորդ երկինքը մենք ենք Շնորհակալ եմ քեզ մեր ընտանիքի համար Իմ խաղաղության համար, որ դու բերել ես իմ կյանք ու շնորհակալ եմ, որովհետև հենց դու ես լինելու իմ երեխաների հայրը որի մասին ես երազել եմ Իմ հոգուս ալիքն ես ամենան ես Իմ ամենաթանկն ես հիմա Քիչ է մեզ համար ամենաթանկն ես ինձ համար Դե ինչ ես մեծագույն սիրով ողջունում եմ նրանց, ովքեր հենց նոր են մեզ միացել ինձ մոտ աղավարում իմ շատ սիրելի Կարինա Արուստամյանը, իսկ նրան ուղեկցում է Հայաստանի Հանրապետության ապագա դատախազը որդին ու ինձ մոտ էքսկլյուզիվ տարբերակով մենք ներկայացնում ենք մամա որդի այսպես ասած հանդիպումը Կար մի հատ հələ պատմում ես մեր տղու մասին անուն, ազգանուն, քաշ ամեն ինչ, խնդրում եմ Դենի Պողոսյան Վալտերի Այո Ինքը ծնվել է 49.5 սանտիմ ու քաշը 3 կիլո 210 գրամ բայց հիմա արդեն մենք 5 կիլոգրամ անցել ենք մենք բոյովացել ենք մենք իդեալական քաշի եւ բոյի մեջ ենք արդեն ճիշտ է իմ տղան շատ sense մինիատյուրնի ֆիգուրայով այս պայդրությամբ, բայց մենք դրանից բացարձակ չենք նայում, որտեղ ես հենց այդպեսին է սիրում եմ։ Շատ լավ։ Ինքը շատ չափված, Ուզում մի քիչ էսպես հասկանամ, պապային է նման թե մամային։ Ինքը լրիվ պապայի քսերքսնա մամայի մունաթով։ Պապան Միքայելեն կողմը շփիտը տեսնեք պապայի։ Բայց շատ հանգիստ է պապայի նման, շատ շփվող է միևնույն ժամանակ մամայի նման։ Ինքը սիրում է կամերա, ինքը սիրում է խոսել, սիրում է շփվել, բայց շատ չափված, ձևված, սենց երեխա է, այսինքն ով գալիս է մեր տուն կամ ճանապարհ են գնում, ասում են սա երեխա չի, սա մեծ մարդ է։ Ինքը շատ ճիշտ իրան պահելու ձև գիտի, մենակ թե սոված չլինի ու այդ պահին տենց գազիկները շատ չխանգարեն մեզ։ Մենք էլ փորձում ենք հիմա հաղթահարում ենք, գտել ենք լուծումը, գտել ենք ինչը որ իրան ավելի լավ վիճակի է հասցնում, մնացածը ոչինչ չենք ստիպում, ուզում է քնում է, ուզում է արթուն է մնում, կարևորը գիշեր-ցերեկ խառնելուց մաման կարգավորել է որ դա չլինի, գիշերը քնում ենք
խաղաղ sense պայմաններում, մթության մեջ, միայն սպիտակ աղմուկի տակ կամ երաժշտության։ Իսկ ցերեկները մենք լույսի տակ, աղմուկի տակ ամեն ձև իրեն սովորեցնում ենք, կուզի կքնի, չի ուզի չի քնի։ Շատ լավ։ Հիմա խնդրում եմ տերախուն հանգիստ ճիշտ պահի։ Ինքը այս պահին ուզում է շարժվի, ահա։ Այո, ինքը այս պահին խառն է։ Հա, խառնա մի տեսակ։ Կար, իսկ քանի որ ես չեմ ուզում երեխային շատ տանջեմ, մեզ մոտ մի քիչ ժամային առումով էլ, հա։ Տեսախցիկը քոնն է։ Այս սիրուն օրերով ինչ կմաղթես նախ այ մանուկներին ու Վայ, մամաներին։ կարևորը մաղթում եմ, որ բոլոր բալիկները լինեն առողջ, բոլոր բալիկները լինեն ընտանիքում, սիրով պատված, ծնողներին էլ լիքը առողջություն, որ կարողանան իրենց բալիկների համար անել այն ամենը, ինչ որ իրենք սրտանց ցանկանում են, որտեղ ոչ մի ծնող իր բալիկի վատը չի ցանկանում ու ոչ մի ծնողից շատ ոչ մեկ է որ ասում է իր բալիկին չի սիրում։ Դրա համար ես վստահ եմ, որ բոլոր ծնողներն ուզում են, որ իրենց բալիկները լինեն կարևորը երջանիկ ու անհոգ ու խաղաղ երկնքի տակ։ Այնպես որ թող բոլոր բալիկները լինեն խաղաղության եւ առողջ պայմաններում ապրելուց։ Իսկ կար որ հիմա օրիգինալ տարբերակով մի հատ ակապելան ես մեր տղեն շատ կան հանգստանա։ Չէ, մեր տղան սիրում է երաժշտություն։ Փորձի էլի կար ամփոփում որպես։ Okay, մանկական երգենք, Ինչ ուզում ես, հա։ այն ինչ որ ես Դենի համար երգեցի, որ ինքը նոր ծնվեց ու դրա համար լացը տևեց 3 րոպե։ Լուրջ։ Ու ու աչքերով ես նայում էր ինձ, ես էլ չգիտեի այդ բանը ինչ պիտի իրան պատասխանեմ, սկսեցի դրա համար երգել։ Twinkle, twinkle, little star, how I wonder what you are. Up above the world so high, like a diamond in the sky. Twinkle, twinkle, little star, how I wonder what you are. Ջոն, այս մուլտիկների մեր երգերից, հա, որ սիրում ենք բոլորս չուչուտ TV-ների։ Այո, անգլերեն օրորոցային մանկական սիրուն երգը չէ։ Բոլոր։ Դե ինչ, ես այսքանից հետո ասեմ, որ դե շարունակվում է թեման հայտների հենց բալիկների հետ, համենայն դեպս ես առաջին եմ, որ կարայի այսպես Շնորհակալ ենք այո, հրավերի ստեղծագործությանը Վալտերի հետ ներկայացնում եմ ինձ մոտ տաղարում, բայց ես ուզում եմ, որպեսզի դու հերթական անգամ եթերում խոստանաս, ես մի հատ ընտանեկան թեմա կազմակերպեմ, դուք ընտանիքով ինձ մոտ եղեք։ Մեծ սիրով, քանի որ ինքը մեր լավագույն ստեղծագործությունն է, մենք պրիորիտետը միշտ տալիս ենք իրեն ու երբ որ պետք է ինչ-որ մի բան անել մեր ձագուկի համար կամ իր շուրջ ինչ-որ հարցապտտվում, մենք դրան պրիորիտետ ենք տալիս, այնպես որ սիրով։ Իսկ ես ուզում եմ դուք լինեք առողջ ամենակարևոր։ Մեր տղեն մեծանա եւ հանրապետության, եւ իհարկե ընտանիքի համար պիտանի զավակ։ Ու ես չեմ վախենա, վստահ եմ, այդքան շատ ծեր չեմ լինի։ Ես վստահ եմ, որ ինքը DJ, ֆուտբոլիստ, երաժշտություն ինքը դատախազա լինելու այս մունատ եւ լուրջ դեմքով։ Դու խոսում ես մամայի հետ։ Հա։ Հələ խոսա։ Հա։ Ասում ես ոնց է հենց հավորդ։ Լավ էր։ Հա։ Հա, լավ էր օրդ։ Իսկ դու մյուս ավիս դպրոց էլ կգնաս։ Հա, գիտեմ։ Հա։ Ոնց ասես։ Դե ինչ, այսքանից հետո, այսպես ասած գրկումս ապագա դատախազը, ես ձեզ հաջողություն եմ աղթում միմիայն հանդիպելու ակնկալիքով ձեզ հետ կառաներ Դենին եւ իհարկե ձեր Ձինա Ակոպովնան։ Ինձ մտրեք միայն 21 TV եթերում։ Ու խորևար չեմ կարա պաչեմ, բայց մի հատ գրկի ոտը գոնե պաչեմ էլի, մի հատ ոտը պաչեմ էլի։ Այ, դատախազ չգիտեմ, բայց